Սավարյան Իսրայելը, որ ճանաչում է Իսրայելի Քնեսեթը, որ պիտի ներկայացվի հայոց ցեղասպանության ճանաչման այդ բանաձևը, մեր ագենան ինչ վերաբերմունք ունի այս պահին եւ արդյոք դա ինչ որ վտանգներ ունի տարածաշրջանային իմաստով Վարչապետը անդրադարձել է այս հարցին, մենք արձագանքի կարիք չենք տեսնում։ Ավելի մանրամասնորեն խնդրում եմ բացել, որովհետև հիմա դա զարգանում է, Թուրքիան արձագանքել է, Ադրբեջանը արձագանքել է, դրանից հետո կուզեի, որ ԱԳՆ ներկայացուցիչը արձագանքեր։ Մենք դա համարում ենք հայոց ցեղասպանության հարցի զենքավորում եւ զենքայնացում եւ արձագանքի կարիք չենք տեսնում այստեղ։ Պարոն Սաֆարյան, Բաքվից հայտարարություններ են հնչում, մասնավորապես անհետ կորածների մասով տեղեկությունների փոխանակման մեխանիզմի ստեղծման, Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիների միջև այդ մեխանիզմի ստեղծման։ Արտաքին գործերի նախարարությունը այս մեխանիզմի մասով ինչ կարծիք ունի եւ արդյոք աշխատանքներ են տարվում այդ մեխանիզմը երկուստեք իրագործելու համար։ Այս հարցով խնդրում եմ դիմեք ԱԳՆ-ին պաշտոնապես գրավոր։ Պարոն Սաֆարյան, իսկ թրիփի այդ գործնական աշխատանքները, այսինքն երբ որ կսկսվի արդեն կոնկրետ երկաթուղու կառուցումը, կա ինչ-որ պատկերացում, երբ կմեկնարկեն աշխատանքները։ Ես հիմա դժվարանում եմ կոնկրետ ժամկետ նշել, բայց աշխատանքները անընդհատ իրականացվում են եւ դրա վերաբերյալ, այսինքն այն իրավական հիմքերը, որոնք որ ստորագրվել են, վավերացման կգնան այդ համաձայնագրերը, իսկ ինչ վերաբերվում է կոնկրետ աշխատանքներին, ինչ որ արվում է իրազեկում ենք, հավելյալի մասին անպայման կտեղեկացնենք։ Կողմերը ունեն ընդհանուր պատկերացում, թե գոնե մոտավոր ինչ ժամկետներում ամբողջությամբ այդ ծրագիրը կհասցնեն ավարտին։ Ես դժվարանում եմ հիմա ասել, բայց դրա վերաբերյալ որոշակի իրազեկում եղել է ինչ։ Պարոն Սաֆարյան, դուք ասացիք, որ կարիք չեք տեսնում, հա, արձագանքելու Իսրայելի կողմից ցեղասպանության ճանաչման այդ բանաձևի հետ կապված, ինչու, որովհետև հայոց ցեղասպանությունը իշխանությունների, հա, արտաքին քաղաքական օրակարգում առաջնահերթություն չէ, թե կաշկանդվածություն կա Թուրքիայի հետ մեր հարաբերությունները հնարավոր է ավելի լավանան։ Արդեն հնչել է եւ ես նորից կրկնեցի թե ինչի մենք չենք ուզում արձագանքել, ինչի չենք տեսնում արձագանքելու կարիք։ Սահմանազատման գործընթացի ֆրոնտում Փաշինյանին դուք հնարեցիք, բայց մեկնաբանեցիք, ինչու չեք ցանկանում արձագանքել։ Ես վարչապետի հայտարարությունները չեմ մեկնաբանում եւ նույն միանշանակ կիսում եմ կարծիքը վարչապետի, այսինքն դա Հայաստանի պաշտոնական դիրքորոշում։